Բարձր դատարան, ուրեմն Հայաստանի Հանրապետության միջին ստատիստիկ ընտրողը 53% կինակ, 47% տղամարդ, 35%-ը Երևանում, 65%-ը մարզերում, 42%-ը ունի միջին կրթություն միջնակարգ, 25-ից 28%-ը ունի բարձրագույն կրթություն կամ հետբուհական, 22%-ը ունի միջին մասնագիտական, փոքր տոկոս չունի կրթություն, 32%-ը ունի մինչև 100,000 ամսական եկամուտ, 38%-ը ունի 100-ից 200,000 եկամուտ եւ ընտրողների բացարձակ մեծամասնությունը համարյա 100%, էլի 100% չհաշված ճշտություն չունի սահմանադրական դատարանի դատավորի երաշխիքներ, չի ստանում աշխատավարձ, չունի կրթության մակարդակը, չունի իրավագիտության ձեռմակարդակը, որ այդ խոսքերը ոնց կազդեն։ Հետևաբար, երբ որ մենք քննարկում ենք ոնց է ազդում ազդեցությունը ինչպիսին է լինում, խնդիրը կայանում է նրանում թույլատրված գործիքներ են թե չէ։ Կան գործիքներ քաղաքական դաշտում, որոնք թույլատրված են։ Գոյություն ունի հսկայական գիտություն, որը կոչվում է վարքագծային տնտեսագիտություն, վարքագծային սոցիոլոգիա, որը հաշվարկում է։ Ուշադիր որ նայեք, ամեն անգամ որ մտնում եք խանութ, կա թեև ձուն ամենախոր տեղն է դրած, որտեղ դա ամեն օր հացը նույնպես։ Եթե մտնեք խանութ, կտեսնեք, որ խանութ մուտքի մոտ է մեծ խանութներում, որպես կանոն հացի փուռ է դրած, որտեղ հացի փռի հոտից միանգամից ավելի շատ են մարդիկ առևտուր անում։ Ես ավարտեմ միտքս բարձր դատարան, հետևաբար այստեղ գործիքների մի մասը կա, որոնք ճակերտավոր թույլատրված են, գործիքների մի մասը կա, որոնք թույլատրված չեն։ Եվ ցավոք սրտի մենք չունենք եւ աշխարհում ոչ մի երկիր չունի ռոբոտ ընտրողներ, ովքեր վերլուծեն, անալիզ անեն, բոլոր գաղափարները հաշվեն, գումարեն, հանեն եւ գնահատեն։ Ես բերեցի ձեզ օրինակները խանութի վրա, ինչի եմ բերել, դա շատ կարևոր է, որովհետև երկրները հասկանալով, որ նման մանիպուլյացիաների խնդիր կարող է առաջանա, օրենսդրություն են մշակում, ինչ գործիքներ չի կարելի անել, ուղղակի առևտուր անելուց։ Ամենապարզ օրինակը կբերեմ Հայաստանով ու ավարտեմ միտքս։ Հիմա մի քիչ հարցը ու այլ ուղղությամբ եք տանում, ես ոչ թե ասում եմ դες արձանագրեք կամ հիմնավորեք դա խախտում էր թե ոչ, որ ատելության խոսքը արկելացա, այդ մասին վերջ կա։ Բարձր է, ավարտում եմ։ Մենք հասկանանք դրա ազդեցությունը ընդամենը։ Ավարտում եմ միտքս, նայեք, ուշադրություն։ Ես չեմ ասում, որ կարելի է ատելության ավարտում եմ։ Նայեք, ես բերում եմ օրինակ, չեմ ասում դուք ասում եք, ես ընդամենը բարձրաբանում եմ ձեր հարցի պատասխանը։ Նայեք ինչ խնդիր է առաջանում։ Քանի որ կա նման պոտենցիալ խնդիրներ, պետությունները օրինակ օրենսդրություն են մշակել, Հայաստանի Հանրապետությունը ասել է, որ ապրանք կծախեք, միավորը գինը կգրեք, որտեղ մեկը վերցնում է հացը կազմում է 700 գրամ, մեկը 500 դրամ, գները դնում են իրար կողքի, նայում են մեկը էժանա թանկա, չեմ անում ինչա։ Եվ օրենսդրորեն դա արել են։ Նույնը տեղի է ունեցել ընտրությունների ժամանակ։ Ասել է, որպեսզի բան կա, չէ, կարամ ես գիտակից լնեմ, վերցնեմ ամեն անգամ նայեմ, ասեմ դե ես հասկանում եմ, մարդիկ քիչ են գալիս նայում, բայց պետությունը ասել է, չէ, բոլոր մարդիկ չի, որ ամեն մի բոլոր հարցին նայելու են։ Ու դա լավի վատի հարց չի, այն մարդիկ, ովքեր դրան չեն նայում, շատ հմուտ են տարբեր ուրիշ հարցեր լուծելուց։ Մենք իրավաբաններ ենք այստեղ հիմնականում հավաքված, եւ որպես իրավաբաններ բավականին շատ հարցերի լրիվ ուրիշ ձև ենք նայում, բայց բնակչության մեծամասնությունը քավլիցի իրավաբաններ չեն։ Ես նշեցի քանի տոկոսը ունի ինչ կրթություն։ Միջինացրած են թվերը, մի քանի տոկոսային կետով կարող է տարբերություն լինի։ Հետևաբար բարձր դատարան օրենսդրությունը մշակել է ինչա արգելվում։ Ասել է այս sense բաներ չանեք, որպեսզի կարողանան մարդիկ գոնե այս ձեր բանավեճի մեջ լսել բովանդակայինը, գնահատել, հավատալ կամ չհավատալ, դուր գա կամ դուր չգա եւ գնալ գնահատել։ Եվ հետեւաբար Արսենատան, ես չասեցի դուք մերժում եք, ես նկարում Դելա, դա հիմա չեմ ուզում դառնալ երկխոսություն։ Բարձր դատարան, ես ոչ թե ավարտում եմ։ Նայեք, խնդիրը ոչ թե նրանում էր, որ մերժում եք կամ չէ, բարձր դատարան, տվյալ դեպքում ես պետք է ասեի հարց մի տվեք, եթե վեր պատասխանը չի, ես ձեզ այդպեսի մոտեցում չեմ կարող ունենալ։ Էլի հիմա պարզ ասում եմ, այսինքն հարցը տրվեց, փորձում եմ պարզաբանել, որպեսզի պարզ լինի ինչի մասին է խոսքը։ Եվ որպեսզի նման միջամտություն չլինի, միջին լավ Հայաստանի քաղաքացու հայի համար, հա, ով որ պետքա մտածի, գա հայի հայովի համար, որ պետք է գա քվեարկության, օրենսդրություն ասել, այսպես բաներ չանեք։ Ոչ թե կգաք կասեք գետնին եմ պարկասնելու, ունեզրկելու եմ, թալանելու եմ, դուք բանեք շունշանգալ եք, որ կգնա կքվեարկի, ոչ թե վիրավորեք մարդկանց ասեք, մենակ ընտրակաշառքով են այս մարդու համար քվեարկում, թե չէ, ես քվեարկել եմ այդ երեք ուժերից մեկի համար։ Եվ համապատասխանաբար ոչ մի ընտրակաշառք չեմ ստացել։ Ոչ մի, չեմ էլ ակնկալել, չեմ էլ մտածել, ինչպես դուք եք ասում, ես էլ այդ նույն բանով գնահատել եմ։ Այդ նույն բառապաշարը իմ մոտ էլ է առաջացրել ծայրահեղ բացասական վերաբերմունք։
Բավականին մեծ քանակության մարդկանց մոտ էլ ավարտում եմ։ Դուք հիմա Առաջացրել է բացասական վերաբերմունք, բայց նաև վախ, ասել արել, թե այս մարդկանց հետ ասենց անում։ մենք չենք քննարկում խախտումների արկայության կամ բացակայության մասին։ Արգելիներս, ընդմիջման ժամը մոտեցել է, եթե երկար եք շարունակեք։ Մենք գնանք ընդմիջման գանք շարունակեք։ Ավարտում եմ։ Ավարտեք, ամփոփեք, խնդրեմ։ Բարձր դատարան, ես ոչ թե նշեցի խախտումները, այլ նշեցի, որ այդ խախտումների ազդեցությունը կա, եւ գործընկերները ներկայացրել էին բավականին հետաքրքիր հետազոտություն, նյութերով ստացել ենք հիմա հետազոտման փուլում կգանք, տեսնենք, որ ազդել են մարդկանց վրա այդ գործիքակազմերը, ազդել են։ Իսկ ամենակարևոր խնդիրը կայանում է հետեւյալում. Սահմանադրական դատարանը խնդիր չունի պարզի ինչքան են ազդել։ Սահմանադրական դատարանը ունի պարզ խնդիր. եթե այն աղյուսակը, որը ներկայացված է, չի արտացոլում իրական պատկերը եւ չեն կարողանում ապացույցներով դա գնահատել ինչքան է իրական պատկերը, իսկ դատարանը գնահատելով ապացույցները գալիս է եզրահանգման, որ դա եղել է ոչ թե առանձին դրվագներ, այլ փոխկապակցված, հիմա բառացի չասեմ, բայց փոխկապակցված իրար հետ կախված համակարգված խախտումների շղթա, ապա անվավեր է ճանաչում։ Սա